Ընկերներ, ողջույն, սահմանը անցնում ենք Ազատ քաղաքացի կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուշուդյանի հետ։ Ողջույն Հովսեփ, շնորհակալություն միանալու համար։ Ոչ, Հովսեփ, սկսենք հետից խոսել։ Վարչապետ Փաշինյանին ժամանակավոր կառավարիչը ներկայացնում էր այս ամիսների ընթացքում այնտեղ, այսպես ասենք, եղած-չեղածը։ Ներկայացվեցին միլիոնավոր դրամների հասնող հավելագրումներ, ինչ որ տարբեր մաքսանենգություններ, միլիոնավոր, մի քանի 100 միլիոն դոլարի հասնող երաշխավորություններ հեցի կողմից տարշիր ընկերությունների հետ փոխկապակցված կազմակերպություններին, ընկերություններին, որոնք պարտադիր չէր, որ էներգետիկ ոլորտում են գործունեություն ծավալում, ի դեպ կազմակերպություններ, որոնք Հայաստանի ռեզիդենտ կազմակերպություններ չեն նաև, մի խոսքով հազար ու մի բան էին ներկայացնում եւ այդ ամեն ինչի վերաբերյալ հաղորդումներ ներկայացվել, հարուցվել են քրեական վարույթներ ու այսպես շարունակ, հա։ Դե, բայց հակառակ կողմը գիտենք, որ պնդում է, որ սա քաղաքական հետապնդում է եւ վարչապետն էլ այդ ամբողջ շղթան, այսպես մի բառով բնորոշեց փողերի լվացում։ Ես նախ process-ը չգիտեմ, որքան կարող ենք զատել քաղաքական, այսպես ասենք, գործընթացներից, թե ոչ։ Այնուամենայնիվ կխնդրեմ, որպեսզի այս process-ի կարևորությունը դիտարկենք նաև օգոստոսի 8-ի համաձայնագրերի տրամաբանության մեջ, որոնք ենթադրում են Հայաստանում օրինակ տեխնոլոգիական տարբեր կազմակերպությունների համար հսկայական միլիոնավոր, 100 միլիոնավոր դոլարների ներդրումներ, թրիփի գործարկում, այդ ճանապարհի գործարկումից հետո արդեն այդ ենթակառուցվածքներ, որոնք կարող են անցնել մեր տարածքներով եւ այլն։ Մենք կարող ենք հեցի հարցը նաև դիտարկել այս տրամաբանությամբ, այսինքն դրա ռազմավարական նշանակության արժեքը կարծես թե բավականին հիմա սկսում է շատ մեծանալ։ ոչ միայն կարող ենք, այլ պարտավոր ենք։ Պատկերացնում եք, չէ՞, ասենք այդ դատա կենտրոնները, տվյալների կենտրոնները ստեղծվեն, չիպերը սկսեն գործարկվել, մեկ էլ հոսանքները գտա։ Ես կոմիտ ասում, կենտրոնում նստած, մեկ էլ հոսանքները գնում է, երբեմն օրը մի քանի անգամ, որովհետև ժամանակին չեն փոխարինվել կաբելները, ժամանակին ներդրումներ չեն արվել այդ կուտակիչների մեջ, ակումուլյատորների մեջ։ Պարզվում է, այդ չեն արվել, որովհետև յուրացվել են այդ գումարները, կամ չգիտեմ, լվացվել են, կամ չգիտեմ ինչ են արվել, ինչ երաշխավորություններ են դուրս գրել եւ այդ գումարները ուրա գնացել եւ այդ ամբողջը նստել է քաղաքացու գրպանին, չէ, որովհետև քաղաքացիները վճարել են դրա համար, ինչով են վճարել, սակագնով։ Սակագինը գնալով բարձրանում էր եւ պարզվում է, որ բարձրանում էր, որովհետև հետում նստած որոշ մարդիկ ախորժակները գնալով մեծանում էին իրենց աֆիլիացված ընկերություններին մեծ գումարներ դուրս գրելու տեսակետից հասկանալի է այդ ամեն ինչը, բայց շատ ճիշտ զուգահեռ արեցիք հենց Միացյալ Նահանգների ներդրումների հետ կապված, նույնը լինելու է երկաթգծի հետ։ Եթե մենք ուզում ենք դառնանք խաչմերուկ, աջից ձախ, վերևից ներքև, հա, այսպես աշխարհագրորեն ուղիներ կապվեն Հայաստանի միջոցով, այս ռուսական կոնցեսիայի ներքո գտնվող երկաթգծերով դա հնարավոր չի անել։ Այսինքն ամեն ինչ ցույց է տալիս, որ այդ բոլորը ուղղակի պետք է վերադարձնել հայկական տիրապետության վերահսկողության տակ։ Ոչ հեծերի ձեռն են կրակն ընկել, ոչ էլ երկաթգծերի, ուրեմն ռուսական հայտարարակ պայմանագրի, որը որ վաղուց պետք է չեղարկել այն պահից, երբ որ պարզվեց, իսկ հեղափոխությունից հետո հնություն եղավ եւ պարզվեց, որ յուրացումներ են տեղի ունեցել, ներդրումներ չեն արվել, ըստ էության խաբեություն է տեղի ունեցել եւ 115 միլիոն դոլար չկատարված ներդրումների մասին է, եթե հիշողությունս չի դավաճանում կոնկրետ գումարի չափը, դա լրիվ բավարար է ոչ միայն այդ գումարը պահանջելու, այլ նաեւ զրկելու երկաթգծերը կոնցեսիայից։ Մենք գտնվում ենք աշխարհի ամենադանդաղ երկաթգիծ ունեցող երկրների ցանկում։ Այսինքն մեր երկաթուղով գնացքները շարժվում են 50 կիլոմետր միջին արագությամբ, կիլոմետր/ժամ։ Նման պայմաններում ասել, որ ինչ որ մեկը կուզենա օգտվել մեր երկաթգծային ցանցից, հասկանալի է, չէ, որ դա նոնսենս է, ոչ մեկ չի պատրաստվում օգտագործել դա, քանի դեռ ռուսական վերահսկողության ներքո է եւ որակի ցածր լինելու պատճառով սպասարկման, հա, այդ երկաթգծերի։ Եվ հենց այն, որ ռուսական է, արդեն ռիսկային է։
Այսինքն եթե նույնիսկ արագ ընթաց լինեին, սպասարկում ամեն ինչ լավ լիներ, բայց բոլորը իմանալու են, չէ, որ դա մի օր Ռուսաստանը օգտագործելու է որպես լծակ, քաղաքական լծակ, այդ թվում այդ բեռների տերերի դեմ, ոչ միայն մեր դեմ որպես լոգիստիկ հաբ, որ պատրաստվում ենք, ուզում ենք դառնալ, այլ նաև այդ բեռների տերերի դեմ։ Եվ իրենց փորձագետները չեն էլ թաքցնում, որ իրենք դեմ են, որ Հայաստանը Ռուսաստանի շրջանցող ճանապարհների հաբերից մեկը դառնա։ Այնպես որ այս ամեն ինչը նրա մասին է, որ որևէ ռուսական ընկերություն Հայաստանում պետք է լուրջ աուդիտի ենթարկվի հանրային ծառայությունների տեսակետից, արդյունավետության տեսակետից, կոռուպցիայի վերահսկման եւ վերացման տեսակետից եւ ամենակարևորը Հայաստանի ինքնիշխանության վերականգնման տեսակետից, որը իր հետ միշտ բերում է տնտեսական օգուտներ։ Ինչքան պետությունը ինքնիշխան է, իր տարածքները տնօրինում է լիարժեք, այնքան ինքը այդ տարածքների շնորհիվ կարողանում է ավելի մեծ օգուտներ ստանալ իր ժողովրդի համար։ Հիմա այդ օգուտները կլինեն մաքսային մուտքերի տեսքով, որը ի դեպ մենք հիմա ավելի շատ հանձնում ենք Մոսկվային, քան ստանում ենք, որովհետև ԵԱՏՄ անդամ լինելով, ուրեմն այդ մաքսային մի քանի 100 միլիոնի է հասնում այդ տարբերությունը մաքսային մուտքերի եւ կենտրոնական կաթսամուծումների մաքսերից Հայաստանի։ Նման պայմաններում իհարկե նաև ԵԱՏՄ-ում մնալու մասին է պետք մտածել, որքանով է հիմա արդյունավետ, մանավանդ երբ որ ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի հետ կրկնակի նվազել է, հասկանալի է, որ դա հիմնականում են փուչիկներն էին, որ պահեցին ոսկու ադամանդի առևտրի, բայց մնացած առևտուրն էլ շատ մեծ հաճույքով եւ հնարավորությամբ կարելի է դիվերսիֆիկացնել, չեմ ասում պարտադիր Եվրամիություն, այնտեղ ստանդարտների հարց կա, դեռ բարելավելու որակի արտադրության եւ այլն, կարելի է այլ երկրներ, հարավային երկրներ ուղղորդել կամ Եվրամիության ոչ անդամ երկրներ Եվրոպայի եւ շրջակա։ Նաև Թուրքիայի սահմանները բացվելուց պետք է հասկանալ, թե ոնց կարող ենք բանակցել Թուրքիայի հետ, որ կարողանանք նաև ինչ-որ արտադրատեսակներ Թուրքիա ներմուծել, սկսած սիգարետներից եւ այլն։ Գիտեք, սիգարետները մաքսանային գորգն շատ դեպքերում այստեղից անում են Թուրքիա մասնավորները, բայց դա կարելի է անել պետական մասշտաբով պայմանավորվելուց հետո, որտեղ ակնհայտ է եւ անխուսափելի, որ Թուրքիայից էլ ինչ-որ հոսք է լինելու ապրանքների։ Այնպես չի, որ այդ ապրանքները չէին գալիս Հայաստան, գալիս են ուղղակի ավելի թանկ էին նստում, որտեղ Վրաստանով են գալիս։ Հիմա եթե սահմանը ուղիղ է լինելու, ավելի հեշտ կգան, ավելի էժան կլինի եւ այդ ուղղությամբ էլ ուրիշ պատմություն է իհարկե պետք է մտածել ոնց անել, որ դեմպինգի արժեվ չկանգնենք, որտեղ Թուրքիան պրոտեկցիոնիստական քաղաքականություն է վարում իր տնտեսվարողների հանդեպ, բայց համենայն դեպս այդ բոլոր հարցերը լուծվող են, բայց դիվերսիֆիկացիան շատ կարևոր է եւ այդ դրա շնորհիվ դիվերսիֆիկացիայի շնորհիվ ԵԱՏՄ-ից դուրս գալը շատ ավելի դյուրին կլինի։ Որ ասում եմ, երևի իշխանությունը մտածում են այս զմերն էլ անցկացնենք ու հավանաբար այդ քայլերը կարվեն, մանավանդ եթե ասվում է, որ հայտ ենք ներկայացնել Եվրամիության անդամակցության, արդեն ամեն ինչ ակնհայտ է դառնում, որ վաղ թե ուշ իհարկե ԵԱՏՄ-ից պետք է դուրս գանք։ Դե բնականաբար մեր ձևովից նաև Կարապետյան ընտանիքներից արձագանքում են այս ամեն ինչին, էլի որակելով քաղաքական, էլի ուղիղ ցուցումներ իրավապահ համակարգին ու նման բաներ, ու այս ամեն ինչը համեմվում է ներքաղաքական կամ սպասվող ընտրությունների տրամաբանության մեջ։ Օրինակ Փաշինյանը խոսում էր, ասում էր հարցին, թե հոսանքի սակագնի վերանայման հարցի մասով, ասում էր, որ պետք է այնպես անենք, որ այստեղ այսքան քաղաքական, այսպես ասենք, շահույթների տրամաբանություն չլինի, այլ զուտ վերաբերի հեցին եւ սպառողին։ Օրինակ Կարապետյանները եւ մեր ձևովն էլ նշում էին, որ իրենք պատրաստ են նվազեցնել սակագինը, նաեւ թեկուզ իրենց հաշվին եւ այլն, եւ եթե Սամվել Կարապետյանը ասում է, ուրեմն դա անում է, ու ինչ որ նման բաներ, հա։ Եվ ուզում եմ հասկանամ, թե 26-ի խորհրդարանական ընտրություններում, հա, այդ տնտեսական խոստումները, չգիտեմ, մեր գրպանից հոսանքի սակագինը կտանք կնվազեցնենք, այստեղ չգիտեմ ինչ որ բան կբացենք, այստեղ նվերներ ենք տալիս ձեզ, այստեղ էս ենք անում, այն ենք անում, ասենք որքանով կարող են դեր խաղալ 26-ի ընտրությունների արդյունքների վրա։ Ես չեմ հասկանում, այսինքն իրենք ամբողջ այս ընթացքում անընդհատ մտնում էին այդ հանձնաժողով, հա, հակամենաշնորհային հանրային ծառայությունների ներողություն, կարգավորման հանձնաժողով,
եւ բարձրացնում էին սակագին անդադ նոր ծախսեր են ցույց տալիս, հիմա բարձվում է թե ինչ ծախսեր են եւ բարձրացնում են սակագները։ Հենց որոշեցին մտնել քաղաքականություն եւ պարլամենտական ընտրությունների մասնակցել, հիմա արդեն ինչ որ տեղից գումարներ են հայտարարելու, որ նվազեցնեն, դա ընտրակաշառք է, այլ կերպ դիտել չի կարող, չի հնարավոր չի եւ դրա դեմ իհարկե պետք է իրավական ճանապարհով առնել։ Ընտրակաշառք խոստացող, բաժանող որևէ քաղաքական ուժ չի կարող մասնակցել ընտրություններին։ Այ որ ասում եք դրա դեմը պետք է առնել, հա, այդ ֆինանսական հոսքերի դեմ օրինակ ինչպես կարող է Հայաստանը առնել։ Համենայն դեպս մենք միամիտ չենք եւ վստահ ենք, որ ֆինանսական հոսքեր գալիս են բնականաբար Հայաստան կամ գեներացվում են հենց քաղաքական նպատակներով, որոնք ինչու եմ այսպես ասում, որ այսքան այն գումարների մասն են, որոնք թափանցիկ չեն, հաշվետու չեն այդ գումարները եւ այլն, հա։ Բայց մենք չենք տեսնում դրա վերաբերյալ ինչ որ չգիտեմ իրավական գործընթացներ։ Համենայն դեպս միջև այս պահը այնպեսի տպավորություն է, որ մենք այդ առումով են ստերիլ երկիր ենք, որ ոչ մի խնդրեմ չկա։ Դե գուցե ասես փոխաբերական իմաստով ասեմ, իշխանությունները ուզում են չաղացնեն այդ խոզին նոր մորթեն։ Հիմա այդ հոսքերը ֆինանսական տեսանելի են։ Մոլդովայի փորձը ցույց է տալիս, որ շատ հեշտ հնարավոր է դրանք կանխել, վերահսկել, եթե դրա քաղաքական կամքը լինի։ Ես քանի որ իշխանությունները ուղիղ շահագրգռված են դրանում, ես կարծում եմ դրա քաղաքական կամքը կունենան։ Այստեղ իրենց կուսակցական քաղաքական շահերը լիովին համընկնում են Հայաստանի ինքնիշխանության եւ պետական շահերի հետ։ Հիմա տեսեք, Մոլդովայում ինչ արեցին։ Այնտեղ կային ուղիղ դրամական փոխանցումներ այն մարդկանց, ովքեր որ խոստացել էին իրենց քաղաքական ուժին ընտրեն, իրենց ենթակա ռուսական վերահսկողության տակ գտնվող քաղաքական ուժին կամ ուժերին ընտրեն եւ նրանց հաշիվների վրա գալիս էր կոնկրետ գումար։ Եվ այդ գումարը արդեն տեսանելի էր, որ նույնական գումարներ էր եւ գալիս էր մոտավորապես նույն ժամանակահատվածում, փոխանցվում էր եւ որոշ ուսումնասիրություններ ապացուցեցին, որ դա հենց քաղաքական ֆինանսավորում է եւ սկսեցին պատժամիջոցներ այդ մարդկանց նկատմամբ։ Խոսքը տասնյակ հազարավոր մարդկանց մասին էր։ Այդ մեկ, երկրորդ, այն ինչ որ ուրեմն բանկային խողովակներով չի փոխանցվելու, այլ փոխանցվելու է ընդհանրենք տոպրակներով, արկղերով կամ չգիտեմ, պայուսակներով, հա, եւ ճամպրուկներով։ Հիմա Հայաստանում այդ փորձը արդեն եղել է, դեպ ասեմ ձեզ։ Ուրեմն անցած տարվա մայիսին, երբ որ հայտնի է ճակերտավոր սրբազան շարժումներ Վազգեն Գալստանյանի, ուրեմն այդ ժամանակամիջոցում տարբեր ռուս եւ հայ օլիգարխներ կամ ճակերտավոր քաղաքական գործիչներ, հա, օրինակ Արշակ Կարապետյանը, ինչ որ մարդկանց հրավիրում էր այստեղից, տարբեր հասարակական, քաղաքական գործիչներ, ինչ որ ակտիվ մարդկանց, ովքեր ինչ որ շրջանակներում ազդեցություն ունեն, հրավիրում էին իրենց հաշվին, այսպես իրենց տոմսը առնում էին, հյուրանոցը ապահովում էին, եւ ասում կերցնում էին, խմցնում էին, լողացնում էին, քնցնում էին, հետո հետ ուղարկելուց մի հատ ճամպրուկ էին տալիս ձեռքը, մեջը լիքը փող, ասում են կտանես, այսքանը կտաս, այս մարդուն, այսքանը, այս մարդուն, այսքանը, այս մարդուն, հո դեմ չես։ Դե մարդիկ այտենց պարտավորված է զգալով շատ դեպքերում, որ այդպեսի ուրեմն իրենց լավություն է արվել, այդպես իրենց պատվել են, հարգել են, բերում էին, դե ինչ ա եղել, փոխանցում էին, ասենք 40,000 էս մեկին, 30,000 էս մեկին, 20,000 էս մեկին, ու հետո մեկը տեսնում եք այդ ում որ փոխանցել էին, մեկ էլ ասուլիսներ են տալիս, ինչ որ ակտիվ գործունեություն են ծավալում եւ այլն, ճիշտ է, հաստատ այդ 40,000 շարժերին այդ ասուլիսներն ու իրենց ձևական այդ շարժերը, տարբեր փոքր կալիբրի ինչ որ գործիչների մասին եմ ասում, ու վստահ եմ հաստատ այդ գումարների մի ահագին մասը, եթե ոչ բացարձակ մեծամասնությունը գրպանում են իհարկե, որտեղ այդ միջավայրում սովորական բան է դա։ Բայց ամենադեպս նույնիսկ այդ կորուստները հաշվի առնելով դրանք կարող են մեծ վնաս հասցնել։ Հիմա պատկերացնում եք, եթե ԱԱԾ-ն 1, 2, 3 տենց ուսումնասիրի հետախուզությունը, հակահետախուզությունը, մոտավորապես հաշվարկեն ով է գնում այդ Արշակ Կարապետյանի մոտ կոնկրետ անուն են տալիս կամ մյուսների մոտ, ով է գնում, ով է գալիս, ձեռքներին ինչ կա, 1, 2, 3-ին բռնեն։ Տեսնեմ են մնացածը ոնց են գնալու, տենց ճամպրուկներով, ուրեմն տոպրակներով գումար բերել, կանխիկ, հա։ Հենց որ մնում է շատ փոքր գումարների, ասենք 5-10 հազար, որ գրպանի մեջ կարող են,
հա, այսպես տրցակով տեղավորել, այդ ավելի բարդ է լինելու, բայց նույնիսկ դա հնարավոր է վերահսկել, որովհետև ոնց ուզում է լինի, այդպիսի տրցակավորների թիվը հարյուրներ է լինելու, իսկ ոնց ուզում է լինի, այդ հարյուրների մեջ կգտնվեն մարդիկ, ովքեր համագործակցում են ազգային անվտանգության ծառայության հետ, եւ իրենք սիրուն կասեն, ով է տալիս, ուր է գնում, ոնց է այդ ամեն ինչը լինում, որոնց միջոցով շատ հեշտ կարելի է էլի մի քանիսին բռնել եւ այն մնացածը շփխելով կդադարեն դա անել։ Մոլդովայում այտենց արեցին։ Այսօր հնարավոր է, երբ որ պետությունը ծառայում է ազգին, ժողովրդին, պետական մարմինները, հա, համապատասխան ծառայությունները եւ այլն, այլ ոչ թե ինչպես նախկինում էր այդ պետությունը բռնազավթած խմբակին են ծառայում, ուրեմն պետությունը շատ մեծ ուժ է, շատ հզոր ուժ է, որի դեմ ոչ մեկ չի կարող խաղեր տալ պետության ներսում, եթե այդ պետությունը ձևավորվել է օրինական ընտրությունների միջոցով եւ ժողովուրդն էլ այդ լեգիտիմ քվեն տվել է այդ իշխանություններին ապահովել երկրի ինքնիշխանությունը եւ օրինականությունը։ Հարցը ինչի թե ընտրությունների ժամանակ կարող է փոխեն, հա, իշխանություններին, բայց քանի դեռ չեն փոխել, այդ իշխանությունները լիովին իրապետում են բոլոր լծակներին, այն էլ է սահմանադրության ներքո, որը որ Սերժ Սարգսյանը իր համար էր գծել, այն էլ հայտնվեց ժողովրդին ներկայացնող իշխանությունների ձեռքերում։ Հանգիստ կարող են այդ բոլորին, բոլոր օրինախախտներին, որոնք որ կփորձեն Հայաստանի Հանրապետության օրենքները եւ սահմանադրությունը ոտնահարելով խաղեր տան այստեղ ինչ որ նախընտրական, ընտրական, հետընտրական, ինչ որ խաղեր տան, այդ բոլորին շատ հեշտ կարելի է չեզոքացնել, համապատասխան վայրերով ուղարկել, մի քանիսին կուղարկեն, այն մնացածն էլ խելոք կտեղավորվեն Հայաստանի Հանրապետության օրենքների շրջանակներում ու հանգիստ շատ լավ ընտրություններ կանցնեն։ Այնուամենայնիվ կարծում եք, որ իրավիճակը ամբողջությամբ վերահսկելի է, թե ինչ որ ցնցումների հավանականություն, այսպես ասենք, կա։ Գիտեք, ռիսկեր միշտ էլ կան։ Մենք գիտենք ում հետ գործ ունենք։ Ռուսաստանը այն երկիրն է, որը որ շատ բաների է պատրաստ։ Արդյոք նրանք պատրաստ կլինեն ավելի ուրեմն կտրուկ եւ կոշտ քայլեր անել Հայաստանում, քան Մոլդովայում արեցին։ Չեմ բացառում, գուցեև կարող է անեն։ Մանավանդ հաշվի առնենք, որ Կիրիենկոն այսպես վերջին շանսն է ստացել Պուտինից, որտեղ նա տապալեց Մոլդովայում ռուսական ռևանշը եւ Մայա Սանդուին ճամփելու իրենց երազած պլանը չիրականացավ։ Հիմա նույնը այստեղ պետք է փորձեն, բայց շատ ավելի մեծ ռեսուրսներ տրամադրելով, շատ ավելի էներգիա, ջանքեր, գուցե եւ ինչ որ նոր մեթոդներ կարող է կիրառեն։ Չեմ բացառում։ Դրա համար պետք է միշտ այսպես ապահովագրել գործընթացները, հա։ Այստեղ ավելի լավ է չափից շատ ապահովագրես, քան թերի ապահովագրես։ Որ ասում է այստեղ ավելին վնաս չի, ինչքան ավելի շատ ապահովագրվի պետական ապարատը, ինստիտուտները նման հիբրիդային պատերազմի դրսևորումներից, այնքան ավելի լավ։ Հիմա իհարկե այդտեղ մենք տարբեր գործիքներ առաջարկում ենք, որը որ չի իրականացվել ցավոք սրտի, սկսած վեթինգից, լյուստրացիայից, քաղաքական գնահատականից, այդտեղ շատ օգտակար կլիներ օրինակ փաստահավաք հանձնաժողովի ձևավորումը, որը որ առաջի փուլում չստացվեց, որովհետև անբավարար թվով մարդիկ դիմեցին։ Թե ով էր մեղավոր։ Կառավարությունը որոշում է ընդունում փաստահավաք հանձնաժողով ձևավորել, եւ այդ որոշումը ոչ միտեղ ոչ լուսաբանում են, ոչ հաղորդակցում են հասարակությանը։ Ընդհանրապես իրենց էջում դրված է, դե կներեք, իրենց էջում հարյուրավոր հայտարարություններ է դրված, որտեղ տեսեք քաղաքացիները, փորձագետները բան ու գործը թողած ամեն օր մտնեն հայտարարություն կարդան, ընդ որում այդ հայտարարության մեջ ոչ վերջնաժամկետ է նշված, միջև երբ է։ Նոնսենս է, այդպեսի բան չկա։ Դու հայտարարում ես, ընդունում ես հայտեր, վերջնաժամկետ կա, պարզվում է, բայց այդ վերջնաժամկետը նշված չի քո հայտարարության մեջ, որ մարդը նայի, նույնիսկ նա ով տեսել է, մտածի դե հա դե անժամկետ է մի օր ժամանակ կլինի կգրեմ էլի այդ հայտը կներկայացնեմ։ Դե դա տենց էլ անհրաժեշտ մինիմալ 6 հոգուց դիմել էին ընդամենը 4-ը եւ տապալվեց մրցույթը։ Հիմա հույս ունեմ, որ նոր մրցույթ կհայտարվի եւ ավելի պատշաճ ձևով կհաղորդակցվի հասարակությանը։ Այլապես տպավորություն կլինի, որ կառավարությունը ուղղակի հետաքրքրված չի այս մարմինը ձևավորել ու ուղղակի ինչ որ մեկին աչքակապության համար
քանի որ նաև քաղաքասարակության պահանջն էր նման փաստահավաք ստեղծելը, իսկ ինչ պետք է անի այդ փաստահավաք խումբը, նախկին բոլոր հանցագործությունները 91 թվականից սկսած, այն ինչ որ իրավապահ համակարգը չի կարող շատ դեպքերում պատժել նման հանցագործությունները, որոնք եւ դրա համար էլ չի հետաքննում, որտեղ ժամկետանց են որ ասում է, հա, ժամկետի վաղեմության հետ կապված, բայց փաստահավաք խումբը որպես հասարակական հանրային հնչեղություն ապահովող մարմին այդ բոլոր փաստերը կարող էր վերհանել, հիշեցնել, հնչեցնել եւ մարդիկ վերհիշեին, ովքեր են եղել ընտրությունները բռնազավթողները, ընտրությունները կեղծողները եւ իշխանությունը բռնազավթողները 95 թվին, 96 թվին, 2003 թվին, 98 թվին, 2008 թվին, 2013 թվականին, վերջապես 2017 թվականին, ասենք եթե պարլամենտականներն է, ասենք նաեւ 2007-2012 թվերին։ Մի խոսքով այդ ամբողջ ընթացքում անընդհատ բռնազավթվել է իշխանությունը հայ ժողովրդի ձեռքից մի խումբ քրեաօլիգարխիկ շրջանակների կողմից, հանցագործների, որոնք հիմա իրենց հայտարարում են քաղաքական գործիչներ։ Մեր հայտնի ֆիլմի, դասականի ֆիլմի, չէ՞, մենք ենք մեր սարարի մեջ, որ Շերենցը ասում է գողունը ձեռքին բռնել են, ասում է գող չեմ, փիլիսոփա եմ։ Հիմա սրանք են։ Դա բոլորը դարձան փիլիսոփա եւ քաղաքական գործիչ։ Հենց հասնում է իրանց հերթը պատասխան տալու իրենց առաջ-չարածների համար, մեկ էլ հոգ դառնում են քաղաքական գործիչ։ Հենց որ ֆիրմայի կամ ասենք այդ ապօրինի գործունեություն ծավալած ֆիրմաները նկատի ունեն, որտեղ բարեխիղճ չարկատումներին, այդպիսի ֆիրմային հենց իրավական համակարգը հասնում է, մեկ էլ այդ ֆիրմայի ղեկավարը դառնում է քաղաքական գործիչ։ Եվ ասում է, այ ինձ սրա համար են հետապնդում, որտեվ ես քաղաքականությամբ եմ զբաղվում։ Տղա ջան, բայց դրանից առաջ արդեն իրավապահ համակարգը քեզանով զբաղվում էր։ Կարող է տեղերը խառնել ես։ Նույն Ռոբերտ Քոչարյանը չկար տեղափոխությունից հետո կորած էր, հենց քրեական գործը վերսկսվեց իր հանդեպ, մեկ էլ հայտարարեց, որ ես քաղաքականությամբ եմ զբաղվում եւ դրա համար են ինձ հետապնդում, բայց դու չես զբաղվում։ Իրավական համակարգը եկավ դուրս, նոր սկսեցիր էլի վերադարձալ քաղաքականություն։ Մի այդպիսի գնացող եկող էլ քաղաքականություն բանն է, չէ՞, օլիգարխ ունենք նախկին Ծառուկյան Գագիկը։ Ասենք, այտենց ո՞նց կլինի, մարդկանց ինչի տեղ են դրել, չեմ հասկանում։ Օրինակ վերջին դատական նիստի ժամանակ Ռոբերտ, երբ օրինակ դատավորը առաջարկեց, որ գոնե շաբաթը մի անգամ նիստ անեն, որ ի վերջո ողջախոհ ժամկետներում այս գործը հասնի ինչ որ ավարտի, դե ընդդիմացան պաշտպանները եւ Քոչարյանը նաեւ հայտարարեց, որ դատական նիստերին իր ներկայությունը բարի կամքի դրսևորում է եւ հետո ասաց, որ արհեստական բանականությանը հարցրել է, այն էլ իրեն պատասխանել է, որ Քոչարյանի գործը պարզապես անհեթեթություն է, որ անգամ նախադեպ օրինակ չունի, հա, բայց մյուս կողմից տեսեք, խեղճ մարդը էլ չգիտի ում հարցնի, դիմում է արհեստական բանականությանը 7 տարի տանում բերում է, ոչ մի արդարադատություն չի կայանում։ Ուրեմն Ժիրայր ջան, արհեստական բանականություն պետք է ճիշտ տվյալներ մտցնես, հա, մուտք անես, որ ճիշտ պատասխան ստանաս։ Եթե ճիշտ տվյալները մուտք արվի արհեստական բանականություն, օրինակ եթե փաստահավաք հանձնաժողովը սկսի գործել եւ ոչ միայն կեղծված ընտրությունների ու բռնազավթված իշխանության տվյալները մտցնի, հետընտրական գործընթացների հանդեպ ապօրինի բռնությունները Քոչարյանի կազմակերպած մարտի 1-ով, իր օրոք տեղի ունեցած հոկտեմբերի 27-ով, բազմաթիվ քաղաքական սպանություններով, թալանով, այդ բոլորը որ մտցվի արհեստական բանականության մեջ, մուտք արվի, արհեստական բանականությունը առաջին անգամ ինչ ստեղծվել է AI ընկերության կողմից, հա, OpenAI-ի կողմից, ուրեմն ասենց մի հատ sense պատկեր կառաջանա, որտեղ արհեստական բանականությունը նստած հոնգուր լաց կլինի։ Առաջին անգամ իր ամբողջ պատմության մեջ։ Նես որ գուշ պետք է լինի Քոչարյանը արհեստական բանականությունից։ Դե այնուամենայնիվ մարդը ճարահատյան արհեստական բանականությանն է դիմում, որովհետև ասում է, իրավապահ համակարգ չի, էլի սա չոր քաղաքական պատվեր իրականացնող համակարգ է։ Բայց պարոն Խոչարյան, այնուամենայնիվ Ռոբերտ Քոչարյանի գործը ձեզ ինչու չի գլուխ գալիս, հա։ Մի կողմից տեսեք, տարիներ է տևում եւ կարող է, չէ՞, օրինակ ողջամիտ կասկած առաջանալ, որ սա ընդհանրապես այսպես ասենք քաղաքական շոու է, այսինքն լավ քաղաքական գործիք է, էլի Քոչարյանը, Սերժ Սարգսյանը,
բռնել, օգտագործել տարբեր ժամանակներում հասարակության, այսպես ասենք, այն նստած այդ մարդկանց նկատմամբ եւ ատելությունը եւ արդարության վերականգնման այդ սպասումը օգտագործել էլի քաղաքական նպատակներով։ Ինչու տանել այս մարդկանց կոպիտ ասած իր արդարադատության առաջ կանգնեցնել եւ իրականացնել, եթե կարելի է իրենց որպես գործիք միշտ օգտագործել քաղաքականության մեջ։ Կարծես էսը չէ մոտեցումը։ Ну, այստեղ կարող է նաև փաստաբանների հետ իշխանությունները այսպես դաշինք կազմած լինեն, որտեղ փաստաբաններն էլ բավական լավ օգտվում են տասնյակ հազարավոր դոլարների շահույթ ստացան այս ընթացքում յուրաքանչյուրը եւ շարունակում են ստանալ։ Իշխանություններն էլ քաղաքական դիվիդենդներ են ստանում, ես ձեր հետ համաձայն եմ եւ պատահական չի, որ հենց իշխանություններն են ասում, որ դա դուք մեր գանձն եք, հա, Քոչարյանին եւ մնացածին, եւ մենք էլ ենք մի անգամ չի որ ասել ենք, որ իրենք օգտակար են շատ, հենց իրենց ներկայությունը քաղաքական դաշտում օգտակար է հենց իշխանություններին առաջին հերթին։ Ճիշտ է նաև որոշ ընդդիմադիր եւ Քոչարյանամերձ, Սերժ Սարգսյանամերձ շրջանակներ են ասում, որ ասենց ակնարկներով հասկացնում են, որ կարող է դուք գնաք, գոնե մենք ինչ որ բան փորձենք անել, էլի առանց ձեզ։ Քոչյանը ինքն էլ հիշում եք, չէ, որ ասում էր դե որ մեզ չեն ընտրում, գուցե տերտերներին բերենք առաջի պլան։ Այն էլ բերեցին առաջի պլան, բարձվեց, որ ավելի վատ բան դուրս եկավ, բան չստացվեց մի խոսքով։ Բայց էլի ցույց տվեց, թե Ռուսաստանը իհարկե օգտագործելու է այդ կրոնական փաստը, հանգամանքը, որտեղ դա միայն Հայաստանում չէ։ Միայն Հայաստանում չէ եւ պատահական չէ այսպես պահածոացրել եւ պահում Գարեգին երկրորդ կոչեցյալին, հիմա արդեն իրականում կտրիչին, ուրեմն Վլադիմիր Պուտինը, որպեսզի մի օր, երբ որ իր բոլոր քաղաքապետերը արդեն իդերևեղած լինեն, անեացած լինեն, զրոյացած լինեն, օրինակ նույն Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը եւ մնացածը, այդ ժամանակ ինքը ուրեմն անի իր այսպես հայերեն կոզրնոյ ոնց են ասում, հա, կոզրը քարտը էլի, հաղթական հաղթաթուղթը։ Մի խոսքով, այնպես որ շատ զգուշ է պետք լինել եւ կտրիչին պետք է հեռացնել միջև ընտրությունները, դա ինքնիշխանության հիմնական պահանջներից է։ Ռուսաստանը պետք է այստեղ որևէ գործիք չունենա Հայաստանի ժողովրդի գիտակցության վրա ազդելու, մանիպուլացնելու, կլինի դա կրոնական գիտակցությունը, հույզերը, որևէ լծակ պետք է չունենա։ Հայաստանի իշխանության հարցը պետք է լուծվի Հայաստանի ներսում, Հայաստանի քաղաքացիների կողմից, անկախ նույնիսկ ազգային պատկանելությունից։ Բոլոր Հայաստանի քաղաքացիները միասին պետք է որոշեն, թե ով պետք է լինի Հայաստանում իշխանություն։ Երբ ասում եք, օրինակ, Կտրիչ Ներսիսյանը պետք է հեռանա, նկատի ունեք այդպես իր համար սուսուփուս հեռանա, ինչու եմ այսպես ասում, որովհետև տարբեր ժամանակներում, երբ կարգալույծ են արվել տարբեր հոգևորականներ, ովքեր ըմբոստացել են այն վարք ու բարքի մասին, ինչի մասին հիմա հրապարակային խոսվում է, ինչից մեկ տեղյակ ենք եղել շատ վաղուց, խոսում են նաև տարբեր կարծես հանցանք պարունակող գործողությունների մասին, դրանք մեծ գումարների, ինչ որ անօրինական գումարների մասին են, քրեական աշխարհի հետ ինչ որ կապերի մասին են ու ցենց բաներ, հա, հազարումի։ Ուզում եմ ասեմ, Կտրիչ Ներսյանը պիտի հետևի օրինակ Սերժ Սարգսյանի էլի օրինակին, այդպես մերժվի եւ իրերը հավաքի գնա, ինչպես մնացած բոլորը, թե իր վերջին ինչ որ մեկը ինչ որ բանի համար պատասխանատվություն պիտի տա։ Ես վստահ եմ, որ Կտրիչ Ներսիսյանին դեռ այդ ընտրելու հնարավորություն իշխանությունը թողնում է։ Ընտրի ինքը հանգիստ թողնի գնա, թե ամեն դեպքում իրեն տանեն այդտեղից։ Ու տանեն ոչ թե ուղակի դուրս դնեն, այլ տանեն համապատասխան վայր։ Ոչ հեռու համապատասխան վայր։ Քրյա կատարողական։ Եվ այդ որոշումը կարող է լինել մոտ ապագայում, այնպես որ Կտրիչը պետք է շտապի։ Ես կարծում եմ, որ հիմա, երբ որ ընթանում է եկեղեցի առ եկեղեցի հայ առաքելական եկեղեցու ազատագրումը, ես նկատի ունեմ կառույց առ կառույց, հա, ազատագրումը, եւ մի օր արդեն տեսանելի կլինի, որ Կտրիչի կողմից կարգալույց արվող կամ կարգալույց անելու ցանկություն այդ հանդեպ որ ունի, այդպիսի մարդիկ ավելի շատ են, քան իր կողմնակիցները, այդ ժամանակ արդեն իշխանությունները էլ կարիք չեն ունենա իրեն հարցնելու, ինքը ուզում է գնա ինքնուրույն թե զորով իրեն ուղարկեն։ Այդ ժամանակ արդեն
այդ գործերը բոլորը կբերվեն, ջրի երես կհանվեն եւ իրեն էլ կտանեն արդեն համապատասխան վայրերը։ Հիմա ինքը արդեն պետք է որոշի եւ իր շրջապատը, ովքեր որ մերսակից են նաեւ այդ ամեն ինչի, տարբեր բենթլիներով եւ այլ բաներով, հա։ Թող մտածեն, որոշեն, ինչքան շուտ իրենց համար այնքան լավ եւ նաեւ պետության համար լավ։ Իրենք էլ լավ գիտեն, թե ում են իրենք ծառայում։ Ես մի անգամ մի տեսանյութ էի ուրեմն նկարահանել օտար երկրյա սպասարկուների վերաբերյալ, թե նաեւ հորդորով, նաեւ մեթոդաբանությամբ, որ իրենք էլ եթե զգում են, որ արդեն չափերը դուրս է եկել դրսի ուժերին սպասարկելու իրենց այդ առաքելությունը այլևս մեծ վնասներ է բերում եւ իրենց եւ հայ ժողովրդին եւ Հայաստանին, ձևերը ցույց են տվել, ոնց կարելի է այսպես կամ սաբոտաժի ենթարկել իրենց պատվերը Կրեմլից իջեցվող, հա, կամ այլ մեթոդներ կան, որոնք հնարավորություն են տալիս իրենց այսպես շատ թե քիչ նորմալ փաստաթուղթը հավաքել եւ այդ դիրքերից հեռանալ։ Թող նայեն այդ մեթոդաբանությունը կա, բայց առանց դրա էլ իրենք շատ լավ կհասկանան, թե ոնց կարող են անել, որ վերջի այդ խարանը նաեւ իրենց վրա չմնա որպես օտար ուժերի սպասարկումներ։ Խորհրդանը պատրաստվում է ընդդիմության նախաձեռնությամբ լսումների Հայաստանում այսպես կոչված քաղբանտարկյալների թեմայով, հա։ Դուք քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ եք, տասնամյակներով պայքարել եք իրավունքների, այդ թվում եւ քաղաքական հետապնդմանի ենթարկված մարդկանց մասին, բարձրաձայնել եք այդ ամեն ինչը։ Կա Հայաստանում քաղբանտարկյալ ձեր կարծիքով։ Ոչ, եթե հենց մի հատ քաղբանտարկյալ լինի Հայաստանում, բոլոր միջազգային իրավապաշտպան կառույցները միանգամից կհազանգեն դրա մասին եւ միանգամից ճնշումներ կգա Հայաստանի վրա։ Այդ հեքիաթները, որ իշխանամերձ շրջանակները նկատի ունեմ նախկին իշխանությունների, հա, այդ իշխանամերձ միշտ, քանի որ հիմա իշխանամերձ շրջանակներ հասարակական դաշտում չկան, ես իշխանամերձ միշտ իմ մոտ այդ տպավորություն մնացել է, որ այդ նախկին գոնգոներն են, հա, որոնք որ Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին սպասարկել են, հիմա էլ որպես հասարակական կառույցներ, օրինակ սեմինարներ են անում եւ ասում են պետք է օտարերկրյա գործակալների մասին օրենք ընդունենք Վրաստանի եւ Ռուսաստանի օրինակով։ Պատկերացրեք, հասարակություն են իրենց անվանում եւ իրենք պայքարում են ինչ որ ուրեմն բանի համար, մարդու իրավունքների համար։ Մի խոսքով այդ շրջանակները թող հեքիաթներ չպատմեն, թե իշխանություններին Եվրոպայից, Ամերիկայից հովանավորում են, դրա համար այստեղ բազում քաղբանտարկյալներ ունենք, բայց նրանք ասում են, որ ոչ մի քաղբանտարկյալ չկա։ Այդպիսի բան չի կարող լինել, որտեղ վերջո կա եվրոպական դատարան։ Եթե այդ մարդիկ իրենց գործեր ուղարկում են եվրոպական դատարան եւ այնտեղ բնականաբար ասելու են, չէ, այնտեղ ամբողջ իրավական հիմքերով են, քաղաքական որոշումներ չի կայացվում։ Իրավական հիմքերով ասում են, այս մարդը ապօրինի է դատվել, այս մարդը ապօրինի չի դատվել։ Չկա որևէ վճիռ, որ եւ չի կարող լինել մոտ ապագայում, որ այստեղ ինչ որ մեկը ապօրինի դատվել է եւ իրեն իրավունքներ խախտվել է այդպես քաղաքական նպատակներով։ Ես չեմ ասում մեր արդարադատությունը իդեալական է, ոչ, արդարադատություն շատ հարցեր ունեմ ես ինքս էլ, ես երկու օրինակ կանդրադառնամ որոշ գործերին, այդ թվում իմ հետ կապված, որտեղ որ ես եմ ուրեմն հայց ներկայացրել որոշ զրպարտությունների դեմ, որտեղ որ իմ դեմ են ներկայացել նման հայցեր, մեկնել հայտնի պարոն Ռոմանոս Պետրոսյանը եւ այլն, այդ ամեն ինչին կանդրադառնամ առաջիկայում, բայց ամեն դեպքում այդ բոլոր նյուանսներով հանդերձ ինչ որ մեկին ապօրինի նստացնեն եւ այդ մարդը չհամարվի քաղբանտարկյալ կամ քաղհետապնդյալ եվրոպական եւ միջազգային կառույցների կողմից, դա նոնսենս է, դա բացառվում է։ Այդ ռուսներն են, որ միասին ճտցնելով Կրեմլից կարող են մեկին հայտարարել քաղբանտարկյալ, մեկին հայտարարել ոչ ճիշտ դատված։ Ոնց որ մեր բոլոր իրական քաղբանտարկյալներին Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրոք հայտարարում են ռուսները։ Եվ բոլոր ընտրությունները իրենց պատվիրակությունները դիտորդական գալիս ասում են ընտիր ընտրություններ են անցել, ընտիր ընտրությունները բերիկ հասցրեցիք 18 թվականի հեղափոխությանը, որ այստեղներն են հասել մարդկանց այդ ընտրակեղծիքները ձեր եւ ձեր հովանավորյալները։ Մի խոսքով դա բացառում է, չի կարող նման բան լինի։ Կան որոշ հարցեր, որոշ դատական process-ների վերաբերյալ իրոք իրավապաշտպան մի քանի կազմակերպության կողմից Հայաստանում գործող, որոնց հանդեպ միայն հարգանք կարող եմ տածել, իրենք մի քիչ ավելի կոշտ դիրքորոշում ունեն եւ այդ հարցերը տալիս են իշխանություններին, թող այդ հարցերին իշխանությունները պատասխանեն։ Բայց ասել, որ ինչ որ մեկը քաղբանտարկյալ է, իրենք էլ չեն ասել, քաղբանտարկյալ Հայաստանում չկա, եւ հենց որ այդպիսի բան լինի, անպայման տեղակ կպահենք
նրանց, ովքեր ուզում են Հայաստանում մտցնել ուրեմն օտարերկրյա գործակալների մասին օրենքը եւ բոլոր հասարակական կազմակերպություններին եւ ուժերին, ովքեր որ դրսից դրամաշնորհներ են ստանում, այդ թվում օրինակ չգիտեմ, էկոլոգիան պաշտպանելու համար ճակատներին խարանը կպցնեն օտարերկրյա գործակալ, ոնց որ Վրաստանում եւ բանում են անում, Ռուսաստանում են անում։ Շնորհակալ եմ Հովսեփ։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս Ազատ քաղաքացի կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանն էր։ Բաժանորդագրվեք YouTube-յան ալիքին, օրվա զարգացումներին հետևեք Telegram-յան ալիքում, որի հղումը ՏՍՆ-ի մեկնաբանության բաժնում է։